Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Իրանուշ Պապյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի մի քանի երկրի խնդրանքով հետաձգում է Իրանի դեմ այսօր ծրագրված նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տրվի բանակցություններով լուծել հակամարտությունը։ Ըստ Միացյալ Նահանգների նախագահի, Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներն իրենց հորդորել են չշտապել հարձակման հարցում եւ պնդել, որ կկնքվի համաձայնագիր, որը շատ ընդունելի կլինի Միացյալ Նահանգների համար։ Բայց ես զինվորականներին հանձնարարել եմ պատրաստ լինել ցանկացած պահի անցնել Իրանի դեմ ամբողջական լայնածավալ հարձակման, եթե ընդունելի գործարք չկնքվի, սոցցանցում զգուշացրել է Թրամփը։ Ընդ որում ցանկացած գործարքով Իրանին կարգելվի միջուկային զենք ձեռք բերել, շեշտել է նա։ Լրագրողների հետ զրույցում էլ Թրամփն ասել է, թե ծոցի այս երկրները կապի մեջ են ամերիկյան ու իրանական կողմերի հետ, ու եթե Թեհրանը համաձայնի գործարքի, որով կհրաժարվի միջուկային զենքից, Միացյալ Նահանգները եւս բավարարված կլինի։ Ըստ նրա, գործարքի հասնելու մեծ հավանականություն կա։ Իսկ ահա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խախտում է իր սեփական խոստումները։ Դիվանագետը նշել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ իր պարտավորությունների խախտումը, անդրադառնալով Վաշինգտոնի միակողմանի դուրս գալուն 2015 թվականի միջուկային համաձայնագրից եւ Իսրայելի հետ նրա համաձայնությանը Իսլամական Հանրապետության դեմ չհրահրված ագրեսիայի վերջին բռնկումների ժամանակ։ Ըստ Արաղչի, Թեհրանը շարունակում է լուրջ վերաբերվել դիվանագիտությանը եւ չի խնայել իր անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու իր պատրաստակամությունը ամրապնդելու համար։ Միաժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին X սոցիալական ցանցում գրել է, որ հատուկ ուսումնասիրություններ են անցկացվել թշնամուն հակազդելու նոր ռազմավարական ուղղություններ գտնելու համար։ Նա նշել է, որ սա ենթադրում է բախման նոր ուղիների բացում այնտեղ, որտեղ թշնամին բավարար հնարավորություններ չունի։ Խամենեին հավելել է, որ այս ծրագրերի իրականացումը տեղի կունենա օպերատիվ իրավիճակի խիստ վերահսկողության շրջանակներում։ Հայտարարության մեջ չի նշվում, թե որ տարածաշրջաններն ու տարածքներն են դիտարկվում։ Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 19-ից 21-ը զորավարժություններ կանցկացնեն ագրեսիայի սպառնալիքի դեպքում միջուկային ուժերի կիրառման նախապատրաստվելու։ Վարժանքների ներգրաված են ռազմավարական նշանակության հրթիռային ուժերը, խաղաղօվկիանոսյան նավատորմը, հյուսիսային նավատորմը, հեռահար ավիացիայի հրամանատարությունը, ինչպես նաև Լենինգրադի ու կենտրոնական ռազմական օկրուգների որոշ ուժեր։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ միջուկային զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 64000 զինծառայող եւ ավելի քան 7800 միավոր տեխնիկա, այդ թվում ավելի քան 200 հրթիռային կայանք, 140 թռչող սարք, 73 նավ եւ 13 սուզանավ, որոնցից 8-ը ռազմավարական հրթիռային սուզանավեր։ Հաղորդագրության համաձայն զորավարժությունների հիմնական նպատակը հակառակորդին զսպելու գործողությունների մշակումն է եւ անձնակազմի պատրաստվածության մակարդակի գնահատումը։ Ավելին նախատեսվում է Բելարուսում տեղակայված միջուկային զենքի համատեղ պատրաստման ու կիրառման հարցերի մշակում։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաև բալիստիկ ու թևավոր հրթիռների փորձարկումների մասին։ Նախորդին էլ Բելարուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության հետ միջուկային զենքի մարտական կիրառման ու միջուկային աջակցության ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկի մասին։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բեռլինում հանդիպել է գերմանացի գործընկերոջ Յոհան Վադեֆուլի հետ։ Կողմերը հայտարարել են, թե 12 տարվա դադարից հետո վերսկսվում է երկու երկրների ռազմավարական երկխոսության մեխանիզմը։ Ֆիդանը նշել է, որ Անկարան եւ Բեռլինը ցանկանում են խորացնել համագործակցությունը հատկապես տնտեսության, անվտանգության ու պաշտպանության արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով Թուրքիան նպատակ ունի Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը 52 միլիարդից հասցնել 60 միլիարդ դոլարի։ Կողմերը նաև քննարկել են Եվրոպական միություն Թուրքիա հարաբերությունները։ Ֆիդանը հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, որ եվրոինտեգրման գործընթացը չպետք է կախված լինի քաղաքական պատճառներից, իսկ Վադեֆուլը նշել է, որ Բեռլինը
պատրաստ է աջակցել Անկարային, եթե վերջինս համապատասխանի անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին։ Հիշեցնենք, որ Անկարան եւ Բեռլինը ռազմավարական երկխոսության մեխանիզմը ստեղծել են 2013 թվականին իրենց երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու եւ Թուրքիայի Եվրամիությանը անդամակցելու գործընթացին աջակցելու համար։ Մեխանիզմը, որի երկրորդ եւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 14 թվականին Ստամբուլում, կասեցվել է Անկարայի եւ Բեռլինի միջև երկարատև լարվածության պատճառով։ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձը, Բեռլինի աջակցությունը քրդական ռազմական խմբավորումներին, Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված ռազմական գործողությունը 2019 թվականին եւ Արևելյան միջերկրական ծովում 2021 թվականներին լարվածությունը լիովին ոչնչացրել են երկու երկրների միջև երկխոսության մթնոլորտը։ Երկու կողմերը որոշեցին վերականգնել այս մեխանիզմը անցյալ տարի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Անկարայում կայացած հանդիպման ժամանակ, սակայն դրան նախորդել էին մի շարք իրադարձություններ, որոնք վերականգնել էին Անկարայի եւ Բեռլինի միջև հարաբերությունները։ Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հայտարարել է, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանը կբացվի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի ընտրություններից հետո սահմանադրական փոփոխություններից հետո։ Այս մասին Մամեդովը հայտարարել է թուրքական թերթերին տված բացառիկ հարցազրույցում։ Դեսպանը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են Թուրքիայի հետ եւ որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ շարունակում է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նա հավելել է, ակնկալում են, որ հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական փոփոխության միջոցով Հայաստանի սահմանադրությունը կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո ըստ Մամեդովի ներկայացրած ծրագրի կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագիրը։ Այս գործընթացի ավարտին էլ ադրբեջանցի դիվանագետի խոսքով կբացվեն նաև Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան սահմանները։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Կհանդիպենք։